Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերություն Արտամետ գյուղի վարչական տարածքում իրականացնում է ընդերքի ապօրինի արդյունահանում։ Սեպտեմբերի 13-ին տեղեկությունը ստուգվեց Բաղրամյանի համայնքային ոստիկանների հետ։ Տեղում աշխատում էր էքսկավատոր, հայտնաբերվեց նաև ավազակոպճագլաքարային խառնուրդով բեռնված 3 խոշոր բեռնատար։ Վարորդները ձերբակալվեցին ու տեղափոխվեցին վարչություն, իսկ բեռնատարները պահպանվող հատուկ տարածք։ Կազմված փաստաթղթերն ու ձերբակալվածները ներկայացվել են Արմավիրի մարզային կնչական վարչություն, որտեղ ապօրինի ձեռնարկատիրական գործունեության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Ներքին գործերի նախարարության բարեփոխումների շրջանակում ոստիկանության ստորաբաժանումները շարունակում են զարգացնել կարողություններն ու կատարելագործել հմտությունները։ Ծառայության մեջ այսուհետ կկիրառվեն արհեստական բանականությամբ հրահանգներ կատարող անօդաչու թռչող սարքեր, բարձրացնելով արձագանքման օպերատիվությունը։ Սեպտեմբերի 9-ին եւ 10-ին անօդաչու թռչող սարքերի կիրառման հատուկ դասընթացներ անցած Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի եւ ոստիկանության զորքերի մի խումբ ծառայողներ տեսական ու գործնական քննություններ են հանձնել։ Ձեռք են բերվել դրոններ, որոնց կիրառման նպատակն է Երևան քաղաքում, ինչպես նաև հանրապետությունում զանգվածային միջոցառումների, հանցագործությունների բացահայտման, խցանումների մշտադիտարկման արդյունավետության բարձրացումը։ Ոստիկանության զորքերի ծառայողների կողմից հասարակական կարգի պահպանության եւ անվտանգության ապահովման, ինչպես նաեւ բարեփոխումների շրջանակում ոստիկանության գվարդիայի ստեղծմամբ լիազորված հակաահաբեկչական գործողությունների իրականացման, տարբեր իրավիճակներում առաջադրված խնդիրների հաջող կատարման, գործողությունների եւ դրանց իրավաչափության ապահովման համար եւս կարեւոր նշանակություն ունի անօդաչու թռչող սարքերի ճշգրիտ գործածումը։ Անօդաչու թռչող սարքերը հագեցած են ժամանակակից բարձրակարգ անվտանգության համակարգով, ունեն բազմաֆունկցիոնալ հնարավորություններ։ Արհեստական բանականության շնորհիվ ոստիկանության ծառայողները կարող են տեղերից, օրինակ օպերատիվ կառավարման կենտրոնից բարձրացնել անօդաչու թռչող սարքը եւ կարճ ժամանակամիջոցում պարզել, թե քանի մեքենա է որևէ խաչմերուկում հայտնվել խցանման մեջ, որն է խցանման պատճառը, անկարգությունների ժամանակ ֆիքսել իրավախախտներին, ավտոմեքենայի պետհամարանիշը, մակնիշը։ Անօդաչու թռչող սարքերն ունեն նաեւ բարձրախոսների միջոցով քաղաքացիներին իրազեկելու հնարավորություն։ Ծառայողները կստանան համապատասխան սերտիֆիկատներ, որի արդյունքում արդեն կարողանանք լիարժեք կիրառել դրոնները։ Առաջիկայում նման դասընթացներ նախատեսվում է անցկացնել նաև ոստիկանության մարզային ստորաբաժանումների ծառայողների համար։ Ներքին գործերի նախարարությունը իրացնելով ներքին անվտանգության ապահովման պատասխանատու հանձնառություն մշտապես կարևորում է վերապատրաստումների ու դասընթացների միջոցով ոստիկանության ծառայողների կարողությունների զարգացումը։ Սեպտեմբերի 1-ից գործարկվել է թվային ծառայություն, որը թույլ է տալիս քաղաքացիներին իրականացնել լրիվ առցանց ձևով տրանսպորտային միջոցի առողջարքի եւ նվիրության գործարքներ։ Ծառայությունը կարելի է ստանալ մի քանի տարբեր եղանակներով, տարբերակներից մեկն է օրինակ այցելել harthak.am կայք, որտեղ կգտնեք հետեւյալ ծառայությունը, կամ այցելել roadpolice.am կայք եւ գտնել օտարել կամ ձեռք բերել տրանսպորտային միջոց ծառայությունը, որտեղից այնուհետև քաղաքացիները սեղմում են մուտք կոճակը։ Մուտք կոճակը անմիջապես տանում է քաղաքացիներին ԵՍՄ նույնականացման հարթակ, քաղաքացին մուտք գործելով ԵՍՄ ազգային նույնականացման հարթակի միջոցով, խիստ նույնականացվելով հայտնվում է արդեն տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքը փոխանցելու ծառայության ներսում, որտեղ առաջնային մասում նկարագրվում է ընդհանուր process-ը գործարքի։ Գործարքն իրականացնելու համար կան որոշակի ներկայացող պահանջներ, դրանք 3-ն են։ Առաջին պահանջն այն է, որ մեքենայի վրա պետք է լինի ցանկալի կամ հերթական համրանիշ։ Խոսք գնում է 36,000 եւ 12,000 դրամ արժողությամբ համանիշների մասին, որոնք եւ գնորդը եւ վաճառողը պետք է համաձայնեն փոխանցել։ Այսինքն վաճառողն ասում է ես փոխանցում եմ գնորդին, գնորդը համաձայնվում է։ Մյուս պայմանն այն է, որ գնորդը պետք է ունենա վարորդական իրավունք եւ երկուսն էլ եւ գնորդը եւ վաճառողը պետք է ունենան ԵՍՄ բջջային նույնականացում։ Գործարքը սկսելու համար վաճառողը պարզապես սեղմում է սկսել կոճակը, որից հետո մուտք է անում հեռախոսահամար եւ էլեկտրոնային փոստի հասցե։ Այնուհետև համաձայնություն է տալիս, որ գործարքի հետ կապված սահմանությունները եւ պայմանագրերը կուղարկվեն իր էլեկտրոնային փոստի հասցեին։ Վաճառողը ընտրում է տրանսպորտային միջոցը, որը ցանկանում է վաճառել կամ նվիրաբերել։ Ինքնաշատ կերպով արվում են բոլոր ստուգումները, սկսած կալանքներից, միջև համանիշների համապատասխանացում եւ այլն։ Այնուհետև համաձայնություն է տալիս վաճառողը, որ պատրաստ է իր մեքենայի վրա տեղադրված համանիշը փոխանցել գնորդին։ Հաջորդ քայլով վաճառողը հայտնում է արդյոք կատարել է
համարակիր մասերի եւ արտաքին տեսքի վրա փոփոխություններ։ Եթե չի կատարել, հայտնում է այստեղ սեղմում է չի կատարել, իսկ եթե կատարել է, ապա անվտանգությունից ելնելով վաճառողը գնում է մեքենայով հաշվառման քննական բաժին զննության։ Վաճառողը ընտրում է տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի փոխանցման տարբերակը։ Առողջարքի դեպքում հայտնում է պայմանավորված գնի մասին, որը պայմանավորվել է գնորդի հետ, իսկ նվիրատվության դեպքում գնի մասին խոսք չկա։ Եվ վերջի քայլով վաճառողը ստուգում է իր բոլոր անձնական տվյալները, այնուհետև տրանսպորտային միջոցի տվյալները եւ ստեղծում հայտ ուղարկում գնորդին։ Գնորդը հայտը ստանալուց հետո ուղղակի բացում է հղումը կամ սկանավորում է QR կոդը եւ ուղիղ հայտնվում է ԵՍՄ ազգային ինքնականացման հարթակում։ Գնորդը խիստ նույնականացվելուց հետո ԵՍՄ ազգային ինքնականացման հարթակում մուտք է գործում արդեն առաջի էջ, որտեղ տեսնում է, որ հայտ է բացվել գնման, այս բaragայում առողջարքի գնման գինն է ցուցադրվում, ենթակա վճարները եւ մեքենայի տվյալները։ Գնորդը առաջի քայլով լրացնում է իր էլեկտրոնային փոստի հասցեն կամ հեռախոսամարը, հաջորդ քայլով գնորդը համաձայնություն է տալիս, որ գործողության ընթացքում ծանուցումներ եւ պայմանագրեր կուղարկվեն իր փոստի հասցեին, նաեւ իրավախախտումների եւ վարչական ակտերի մասին ծանուցումները նույնպես կուղարկվեն իր փոստի հասցեին, որի դեպքում նաեւ տուգանքները կզերծվեն 20%-ով։ Գնորդը հաստատում է, որ իրեն է փոխանցվելու առողջարքի կամ նվիրատվությամբ տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշը։ Գնորդը ընտրում է արդյոք ցանկանում է բացի թվային հաշվառման վկայականից այն նաև ստանալ ֆիզիկապես։ Անձամբ ստանալու դեպքում հերթ կանգնելու խնդիր չկա։ Առանց հերթ մտնում եւ վերցնում եք հաշվառման վկայագիրը։ Գնորդը տեսնում է այն բոլոր վճարները, որ պետք է կատարի։ Այստեղ հատկանշական է նշել, որ համարանիշի հետ կապված ծախսեր չկան, քանի որ համարանիշը մնում է նույնը, չի փոխարինվում, այսինքն 12000 կամ 36000 դրամ անհրաժեշտ չէ վճարել։ Վճարել սեղմելուց հետո գնորդը ուղղորդվում է e-payments էլեկտրոնային պետական վճարումների համակարգ, որտեղ կատարում է վճար։ Ստուգում է լրացված տվյալները, սկզբում իր անձնական տվյալները, տրանսպորտային միջոցի տվյալները եւ գործարքի մասին տվյալները։ Այնուհետև անցնում է ստորագրության, գնորդը տեսնում է առողջարքի կամ նվիրատվության պայմանագիրը, ուսումնասիրելով այն ամբողջությամբ կարող է սեղմել ստորագրել եւ մեկ հպումով ստորագրել։ Այս փուլում գնորդը ավարտեց բոլոր քայլերը եւ այժմ պետք է սպասի վաճառողին, որպեսզի վաճառողը եւս հաստատի իր մասով։ Եթե գործարքի ընթացքում ցանկացած պահի համակարգը նկատում է տվյալների սխալ կամ խնդիրներ, այն միանգամից կասեցնում է գործարքը ռիսկերից խուսափելու համար։ Գնորդի ավարտելուց հետո անմիջապես վաճառողը մուտք է գործում եւ տեսնում է, որ ունի կատարելիք վճարումներ, իսկ ինչ վերաբերում է հին հաշվառման վկայագրին, ապա վաճառողը ուղղակի տեղյակ է պահում, թե այն կորցրել է, թե կվերադարձնի 7 օրվա ընթացքում։ Այժմ վաճառողը արդեն հասել է վերջի քայլին եւ այստեղ շատ կարեւոր է, որպեսզի հավաստի լինի վաճառողը, որ գնորդը տրանսպորտային միջոցի դիմաց կատարել է վճարումը արդեն, որովհետեւ ստորագրելուց անմիջապես հետո սեփականությունը փոխանցվել է։ Ստորագրությունը անցնելուց անմիջապես հետո վերում է պայմանագիրը, պայմանագիրն արդեն միակողմանի ստորագրված է եւ ստեղծում ենք ստորագրել կոճակը, այո վերջ։ Այսօր տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի փոխանցումը հնարավոր է կատարել պարզ մի քանի քայլերի միջոցով ամբողջությամբ առցանց միջավայրում։ Թվային հասարակություն, պետություն, թվայնացված ծառայություններ։ Ժամանակն է մոռանալ ձգձգվող հերթերը, փաստաթղթերի կապոցներն ու երկար սպասելը։ Այսուհետ տրանսպորտային միջոցների առողջարքի գործընթացը կարող եք իրականացնել թվային միջավայրում։ Գործարքը հնարավոր է կատարել րոպեների ընթացքում, առանց ավելորդ փաստաթղթային ընթացակարգերի եւ հաշվառման քննական բաժիներում երկար հերթերի։ Նոր փոփոխությամբ հնարավոր է տուրքերի եւ հարկերի առցանց վճարում, արգելանքների եւ պարտավորությունների ավտոմատ ստուգում, վստահելի եւ անվտանգ գործարք ԵՍՄ նույնականացման համակարգի միջոցով։ Ձեր վարորդական վկայականն արդեն հասանելի է թվային ձևաչափով։ Վավեր վկայական ունեցող յուրաքանչյուր քաղաքացի այսուհետ ստանում է դրա թվայնացված տարբերակը առանց լրացուցիչ դիմումների ու վճարների։ Թվային Հայաստան, ավելի պարզ, ավելի արագ։ Գնեք եւ վաճառեք ձեր տրանսպորտային միջոցը արագ, անվտանգ եւ առցանց։